Հարգանքներս, հարգելի հայրենակիցներ, ինչպես ամեն շաբաթ որոշեցինք այս հաղորդաշարը կազմակերպեմ, մասնավորապես Արևմտյան Հայաստանի և Իրանի հետ կապված, բայց անշուշտ պիտի անդրադառնանք տարբեր հարցերով։ Մենք սկսենք այդ հարցով, որ ամեն անգամ ցեզի կներկայացնեմ, ինչ հրավ Արևմտյան Հայաստանի նախագահ իրեն ազգի համար, իրեն հայրենակիցներուն համար եւ մենք եւ բոլորս միասին մեր կառավարության եւ մեր ազգային ժողովին հետ ինչ աշխատանքները կատարեցինք։ Անդրադառնանք մեկ վարյան շաբաթ օրվան հետ կապված, որովհետև շաբաթ օրը մենք կարողացանք ժողով կազմակերպել Արցախի հայության հետ ներկայացուցիչներուն հետ եւ անոնք, որ մեզի դիմեցին, որպեսզի կարողանանք բողոք մխրգել Եվրոդատարանում։ Ինչու կանդրադառնամ Արցախի հայության իրավունքներու հարցով, որովհետև բավական կարևոր հարցերը դվին ինձի եւ մենք կարողացանք շնորհքով ներկայացնել հայցերը ինչ վիճակի մեջն են եւ ինչ կրնանք դնել, որպեսզի շարունակենք այդ գործողությունը, ինչպես որ մինչեւ հիմա կազմակերպեցինք։ Մեր հայրենակիցները Արցախից հասկացան, որ արդեն իրենց բողոքները ներկայացված են պաշտոնապես Եվրոդատարանի կայքում, բայց կան, որ հարց տվին ինձի, բայց ինչու համար մենք չենք գնար, օրինակ հերոստանգերության միջոցով այդ դատական նիստերը մասնակցելու։ Պետք է մենք հասկանանք, որ այստեղ դատական նիստերը չկան։ Դատավորները փակ ցևով անոնք են, որ պիտի վճիռ ներկայացնեն մեր հայրենակիցների բողոքներու դիմաց։ Այստեղ կարևոր է, որ դերյակ լակ, որովհետև եթե կպատկերացնեք, որ նիստերը բաց էին եւ այդպես չէ իրականության եւ մենք կստանանք, մանավանդ ես կստանամ վճիրները, այսինքն դատավորների որոշումները կապված տարբեր բողոքները, որ ներկայացնեցինք։ Այստեղ պետք է ճիշտ պատկերացնեք ինչպես ընթացքը ինչպես կազմակերպված է, գործողությունը ինչպես կերտա, որպեսզի դուք կարողանաք ինչու՞ չէ հետևել, բայց մենք ցեզի պիտի մեր հայրենակիցներուն, մեր Արցախի հայության, մենք պիտի տեղեկացնենք ինչ կկատարվի եւ ինչպես կկատարվի։ Այստեղ մենք կարողացանք միավորել տարբեր Արցախի ներկայացուցիչներ, նույնիսկ որպեսզի անոնքալ ճիշտ հասկանան, ճիշտ պատկերացնեն ինչպես մենք կարողացանք եւ ինչ իման վրա կարողացանք մենք դիմել դատարանը։ Այո, եւ նորեն կկրկնեմ, պետք է հասկանանք, որ մեզի համար, ինչպես որ ճանաչվել է 1920, Արցախը Հայաստան պետության մաս կկազմի եւ մենք որպես Արմենիան Հայաստանի համագարկը պետության շարունակական համագարկն ենք եւ այդպես մենք մեզի կներկայացնենք եւ անշուշտ միջազգային անդյաններու դիմաց եւ դատարաններու դիմաց։ Անշուշտ պետք է այստեղ ուրիշ հարց կա, որ կարեւոր է, պետք է հասկանանք, որ մենք այդպես որոշեցինք, որ Արցախի հայերը առանձին ցևով
բողոք մը ներկայացնեն դատարանին առանձին ցևով կնշանակե որ եթե ադուցումը գա ադադոցումը պիտի անցնի այդ անձելուն կամ ընտանիքներուն որ բողոքը ներկայացնեցին ադուցումը չի անցնելու մեր պետության կամ ինչպես որ հարցը ներկայացնեցիք որևէ ցևով Հայաստանի Հանրապետության որովհետև Հայաստանի Հանրապետությունը կապ չունի մեր գործողություններուն հետ եւ մեր բողոքներուն հետ այս բողոքները եւ ատամբողջ աշխատանքը կազմակերպված է Արմենիան Հայաստանի կառավարության կողմէ այդպես է հիմա ինչու ես պիտի ուրիշ բան ներկայացնեմ ցեզի կամ թաքցնեմ այս իրականությունը որ ընդհանրապես այստեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի միջամտում մեր գործողություններուն մեջ եւ ուրիշ ցև չի գա նույնիսկ եւ ինչպես որ տեսակ որ իսրայելական զինված ուժերը որոշեցին զարնել Բասկաստանը որոշեցին ռումբակորձել մի քանի քաղաքներ Բասկաստանից եւ այդպես որ ներկայացված է եւ այդպես որ իմացանք նույնիսկ մեկ հատ թոբրոցը եւ այդ թոբրոցի երեխաները զոհվել են այդ ռումբակորձության ժամանակ այդ իմաստով որպես նախագահ անշուշտ ցավակցությունները ներկայացնեցի եւ կներկայացնեմ Բասկաստանի ազգի որովհետեւ Բասկաստանի պատմությունը շատ լավ գիտենք իրեն ազգի ինչ դժվար ճանապարհները անցել է եւ գիտենք իրենց ազգի մարսիկներու մասին է խոսքը զորությունը բացի այդ հարցը մենք եւ ես որպես նախագահ ցավակցություններս ներկայացրեցի երբ իսրայելական զինված ուժերը որոշեցին սպանել այաթոլլա Խամենեին եւ պետք է հասկանաք որ այաթոլլա Խամենեին հետ մենք բավական երկար պատմություն ունենք կրնամ այդ պատմությունը օրինակ ցեզի ներկայացնեմ կապված Քեսավի ազատագրումի որովհետև այն ժամանակ մենք Քեսավ կգտնվեինք եւ եթե գիշեք օկտեմբերի 2014-ը այաթոլլա Խամենեին եւ Էրդողանը անտիբում ունեցան եւ այդ անտիբումեն հետո Քեսապը ազատագրվեցավ եւ ջիհադիստները որ ներկա էին Քեսապում հետ քաշեցին այդ գործողությունը կատարվեցավ այաթոլլա Խամենեիի որոշումով եւ անշուշտ նախագահ Էրդողանի որոշումով բայց ինքն է որ այդ քայլը ըրավ Քեսավի պաշտպանելու համար եւ մենք կարողացանք այդպես շարունակենք գործողությունը եւ մտնենք Քեսավ բայց երբ մենք խոսենք եւ այստեղ դա կրկիր է երբ խոսենք Բասկաստանի Արմենիան Հայաստանի եւ Թուրքիոն կամ Օսմանյան կայսրության մասին մենք քիչ պետք է անդրադառնանք տարբեր հարցերով Բասկաստանը ինչ կներկայացնել Օսմանյան կայսրության դիմաց Բասկաստանը որպես կայսրություն եւ Օսմանյան կայսրությունը անոնք բավական պատերազմին մեջ էին երկար ժամանակ եւ կրնանք ասել որ 1639-ից
որոշեցին ստորագրել մեկ հատ պայմանագիրը, զոհաբի պայմանագիրը, որովհետեւ սահմանները որոշեն իրենց մեջ, այս անժամանակ, ինչպես որ պատմությունը կներկայացնե, Երևանը կգտնվեր Բասկաստանի մեջ, այստեղ ալ կարևոր է հիշեցնել այդ հարցը, եւ պետք է հասկանանք, որ անշուշտ բավական բարսիկները գաբրեին ընդանուր մեր տարածքներու վրա եւ ինչպես որ գիտեք նույնիսկ մեր հայերը, ասենք մեր ժողովուրդները դեղափոխեցին մինչև Բասկաստան։ Պետք է այստեղ ալ նշենք, որ առաջին պայմանագիր, որ կատարվեցավ, որպեսզի աստատվի սահմանները Օսմանյան կայսրության հետ եւ Օսմանյան Բասկաստանի հետ, Բասկաստանի կայսրության հետ 1823 էր Էրզրումի պայմանագիրով։ Այստեղ ալ պետք է նշենք, որ այս սահմանների հարցը աստատվեցավ որևէ չափով Էրզրումի պայմանագրով 1823-ը, բայց չի նշանակի, որ խնդիրը վերջնականապես լուծեցին անժամանակ եւ մենք հասկացանք, որ բավական դարբեր տեսակ գրիվները շարունակվեցին ընդանուր 15 տարի մեջ, մինչև որ արդեն առաջին պատերազմը սկսի։ Առաջին պատերազմը ժամանակ եւ արդեն շատոնց է, որ թուրքերը սկսել էին ցեղասպանության, հայերու ցեղասպանության, պետք է հասկանանք, որ Բասկաստանը եւ Օսմանյան կայսրությունը անմիջապես պատերազմին մեջ չէին, բայց Անգլիանն է, որ բավական խնդիրներ ստեղծել է եւ այդ խնդիրները կոնֆլիկտը չեղավ անմիջապես, բայց խնդիրները մեջտեղ եկան Անգլիայի միջամտության պատճառով եւ Անգլիայի ֆինանսական նույնիսկ միջամտության պատճառով, որովհետեւ Անգլիան աշկ ուներ անժամանակ Բասկաստանի վրա։ Բայց այդպես եղավ, որ Ռուսաստանի զինված ուժերը մտան մինչև Արևմտյան Հայաստան, մտան մինչև Երզինկա եւ 1917 դեկտեմբերի 18-ին Ռուսաստան ուժերը զինադադար կնքեցին Օսմանյան կայսրության հետ եւ վերջը հետ քաշեցին եւ ինչպես որ հիմա գիտեք, հետ քաշելու ժամանակ Ռուսաստանը որոշել է ճանչնալ Տաշկահայաստանի հայության ինքնավորոշման իրավունքը մինչև անկախություն։ Այստեղ կարևոր է, որովհետեւ այդ ճանաչումի իման վրա եւ այս ճանաչումը, որ նույնիսկ գետը նշված է Ռուսաստանի առաջին սահմանադրության մեջ, օգուտ հայության եւ մենք անշուշտ անժամանակ կհիմնավորենք մեր պետության սկիզբը այդ որոշումի վրա, դեկրետի վրա, հրամանագիրի վրա։ Բայց ինչպես որ գիտեք, այդ հրամանագիրեն մինչև առաջին համաշխարհային պատերազմեն հետո արդեն որոշել է, որ վերականգնվի հայկական պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքում։ Երբ կխոսենք հարգելիներս հայկական պետության մասին, կնշանակի, որ հիմնական ժողովուրդը, հիմնական ազգը, որ գաբրի կամ պիտի ապրի այդ տարածքի վրա, հայերն են։ Այստեղ դարբերություն մգա, եթե դերությունները չեն ճանչնար ցեզի որպես հայկական պետություն, կգնան ճանչնան ցեզի որպես պետություն, բայց ոչ որպես հայկական պետություն։ Օրինակ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը
ճանաչված է որպես պետություն, չի ճանաչված որպես հայկական պետություն։ Եթե կճանչնային որպես հայկական պետություն, խնդիրը չէր այսօրվան Երևանյան կառավարության համար ճանաչել հայ ազգը որպես բնիկ ազգ հայկական լեռնաշխարհում։ Այստեղ կարևոր է պրինցիպով եւ Երևանյան կառավարությունը կճանչնա մեզի որպես պատմական Հայաստան, օրինակ։ Շատ լավ չէ, թող ճանչնան մեզի, անոնք իրական Հայաստան այդպես կներկայացնեն, բայց ոչ իրավաբանական Հայաստան, իրական, բայց ոչ իրավաբանական։ Եվ մեզի կճանչնան որպես պատմական, բայց մենք իրավաբանական Հայաստան ենք, բայց նույնիսկ եթե կճանչնան մեզի որպես պատմական Հայաստանը, թող ճանչնան մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր ազգը որպես բնիկ ազգ պատմական Հայաստանին հետ կապված եւ անշուշտ այդ ծևով կճանչնան, որ հայը բնիկ ազգ է հայկական լեռնաշխարհում, պատմական Հայաստանում։ Թող այդպես է հասկանալի է, որ շատ է ճանչնան մեզի որպես պատմական Հայաստան, հետո չի ճանչնան մեզի որպես բնիկ ազգ, որովհետեւ մենք չունենանք մասնավոր եւ հատուկ կարգավիճակը պատմական Հայաստանին հետ։ Մենք դեմ չենք պրինցիպով, եթե Երևանյան կառավարությունը պատրաստ է այդ քայլը անել։ Բայց ինչ կտեսնանք, որ պատրաստ են ճանչնալ, որ կա պատմական Հայաստանը, բայց առանց հայերը։ Այդ է մեր հիմնական խնդիրը։ Բայց վերջնականապես ուզած չուզած մենք բավական եւ Արևմտյան Հայաստանի մասին է խոսքը, բավական երկար սահման ունենք Պարսկաստանին հետ եւ ինչպես որ ցեզի բացատրեցի, այդ սահմանը նոր սահման չէ, 1920-ից ի վեր ընդունված պաշտոնապես ընդունված սահմանն է Պարսկաստանին հետ։ Եվ պետք է հասկանանք, որ այստեղ նույնիսկ Վիլսոնի իրավարար վճիռը մեզի համար շատ կարևոր է հաստատելու եւ վերահաստատելու այդ սահմանը, որ ունենք եւ Թուրքիո հետ եւ Պարսկաստանի հետ։ Ուրեմն այստեղ մեկ հատ խոսելու ներկայացնելու խնդիր ունենք, որովհետեւ շատ լավ է, մենք եւ անժամանակ Թուրքիա ընդունել է իրավարար վճիռը, Վիլսոնի իրավարար վճիռը, բայց ինչու կտարածեք կամ տարբեր քաղաքական ուժերը կտարածեն, որ մեր Հայաստանը Վիլսոնյան Հայաստանն է։ Սահմանը Վիլսոնյան սահմանն է, որովհետեւ Վիլսոնի իրավարար վճիռն է, եթե Վիլսոնը մանդատ ուներ իրավարար վճիռը ստորագրելու համար, բայց Հայաստանը Վիլսոնյան Հայաստան չէ, այդպես անուն դար մեր պետության իմաստը լավ չեմ հասկանում իրականության, ասենք մենք այսօրվան Հայաստանը, Հայաստանյան պետությունը մենք չենք ասել, որ Լենինի կամ Ստալինի Հայաստանն է։ Մենք այդպես մեր կողմեն այդպես բան չենք ասել մենք։ Գարնանք ասել, լավ պիտի երտամ այս դարի պիտի երտամ արձակույտ Ստալինի Հայաստանում։ Բայց մենք այդպես բան չենք ասել։ Կամ ինչ կուզեք, որ ասենք մենք պիտի երտանք Փաշինյանի Հայաստանում։ Նորմալ ինչու կներկայացնեք մեր պետությունը որպես Վիլսոնյան պետություն։ Այդպես բան չի գա, մեր պետությունը Արևմտյան Հայաստանն է,
Հայաստանն էր առաջ, Արմենիան Հայաստանն է հիմա, որովհետև Երևանյան Հայաստան իշխանությունները որոշեցին մեր անունով իրենց ներկայացնել։ Այդսեւով ինչ կբադայի։ Մենք ունենք սիցեզի բավական երկար ցախման պաշտոնական ցախման Բասկաստանին հետ, այդ ցախմանը մեր տարածքի հետ կապված Արմենիան Հայաստանի մասին է խոսքը, որ գտնվի օկուպացված Թուրքիո կողմեն հիմա մենք ունենք մոտ 250 կիլոմետր սահման։ Պիտի անդրադառնամ մասնավորապես այդ 250 կիլոմետրի հետ կապված եւ գրնանք ասել, որ մինակ Նախիջևանով մենք ունենք Բասկաստանին հետ 130 կիլոմետր սահման։ Վերջը սահմանը կշարունակի գանցնի Մեղրիով, որտեղ մենք ունենք 40 կիլոմետր սահմանը, եւ այդ սահմանը կշարունակի Արցախով, որտեղ Արցախը օկուպացված է մեզի համար Ադրբեջանի կողմեն, ունի մոտավորապես 80 կիլոմետր սահման։ Կնշանակի, որ ընդհանուր Արմենիան Հայաստանը ունի 500 կիլոմետր սահման, որ այդ սահմանը նորեն արգսեն, այդ սահմանը պաշտոնական սահման է, ճանաչված տարբեր կողմերու, նույնիսկ Արմենիան Հայաստանը, որպես Հայաստան պետության եւ Բասկաստան։ Ադոր համար, երբ անդրադարձա անցյալ անգամ թրիփի հարցով, ես զի եւ նշեցի, որ թրիփը չի լինելու, որովհետեւ Բասկաստանը չի ուզում այդպես ջնջումը իր ուսիսային սահմանի վրա եւ ինչպես որ կտեսնակ բավական դժվարացավ պատերազմը եւ ինչպես որ կտեսնակ Բասկաստանն ալ կպատասխանե բավական ուժեղ ձևով եւ պատերազմը կշարունակվի։ Ես չեմ ուզում անդրադառնալ մասնավորապես պատերազմի խնդիրներու վրա, որովհետեւ ամեն օր խնդիրները կփոխվեն եւ կտեսնանք, որ մինչեւ հիմա Բասկաստանը բավական դիմադրություն կներկայացնի։ Ինչ է պատահել այսօր, պատահել է, որ Նախիջևանի այերոպորտում երկու դրոն վայթեցին եւ անշուշտ ձայնագրություն մգա, որ կներկայացնե երկու դրոն, որ կվայթե այերոպորտի վրա։ Բայց նախ մենք չենք գիտեր իրականության եւ դժվար է ճիշտ իմանալ, եթե այդ երկու դրոները Բասկաստանից ուղարկված են ասե Նախիջևանի վրա կամ Ադրբեջանի զինված ուժերն են, որ անոնք խրգեցին Նախիջևանի այերոպորտի վրա։ Երկրորդ, ես պետք է այստեղ անդրադառնալ մի խնդիրը, ինչպես որ կտեսնակ, ամեն դեր ներկայացված է, որ Նախիջևանը Ադրբեջանի մաս կկազմի կամ Ադրբեջանի տարածքը նորեն կանդրադառնամ հիմա ձեր դիմացը այդ հարցով, սա պրոպագանդա է, սա ֆեյք է, սա սուտ է, նորեն իրավաբանական տեսանկյունեն ոչ մի ուժ չունի, հիմա գրնանք անշուշտ շատեր կան, որ գրնան նույնիսկ հայկական համայնքներում մեջ ընդունին, որ Նախիջևանը Ադրբեջանի մաս կկազմի, բայց չի բռնում իրավաբանական տեսանկյունեն, երբեք ինչպես Արցախը եւ Նախիջևանը երբեք Ադրբեջանի մաս չեն կազմելու եւ մենք չենք ընդունում այդպես քաղաքականություն։ Իրավաբանական տեսանկյունեն հստակ է, որ մաս չեն կազմելու, չենք ընդունում այդպես քաղաքականություն, նույնիսկ եթե սիցերի համանքներ կան, հայկական համանքներ կան, որ անոնք
կդառնան, ասենք թե Ադրբեջանի ցայնը, այդպես չի նշանակե, որ այդ ցայնը ունի իրավանական իմաստ։ Նույնպես, որ երբ այաթոլլահ Խամենեին ջանցավ, որ Արցախը Ադրբեջանի մաս կգազմե, որպես Ադրբեջանի ամբողջականություն, այդպես հարց չկա իրավանական տեսանկյունեն, գսեմ, քաղաքական տեսանկյունեն, այո, ամեն մեկը կրնա այդպես իրեն դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար հայտարարություններ անել, բայց այդ հայտարարությունը ոչ մի իրավանական ուժ չունի եւ չի ունենալու, մենք ամեն ինչ կնենք ապացուցելու համար, որ այդպես չէ եւ Նախիջևանը եւ Արցախը օկուպացված տարածքներն են Ադրբեջանի կողմեն, ինչպես Արմենիան Հայաստանը օկուպացված տարածք է Թուրքիո կողմեն այսօր։ Թուրքիա գսեն։ Ադո այդ իմաստով հարգելով անշուշտ այաթոլլահ Խամենեի իրեն ընդհանուր գործունեությունը, իրեն ընդհանուր ասենք թե Պասկաստանի ժողովրդի համար իրեն մեծությունը մենք չի նշանակե, որ կրնանք ընդունել կամ պատրաստ ենք ընդունելու իրեն հայտարարությունը կապված մեր ամբողջականության։ Այստեղ կարևոր է։ Այսինքն մենք պատրաստ ենք ճանաչել որևէ Ադրբեջանի ռեժիմը, բայց իրեն ամբողջականությունը եթե կմտածեք, որ գանցնի մեր ամբողջականության տարածքի վրա, անընդունելի է մեզի համար, ինչու անընդունելի է։ Նախ պետք է հասկանանք, որ ինչ որ կատարվեց Արցախում, չի կատարվեց խաղաղության պայմաններով։ Ինչ որ կատարվեցավ Արցախում, կատարվեց ցեղասպանության պայմաններով։ Ինչ որ կատարվեցավ Արմենիան Հայաստանում, կատարվեցավ ցեղասպանության պայմաններով։ Երբեք չեղավ խաղաղության, այսինքն դե հայերուն հետ նստել, պայմանավորվել եւ այլն, ամեն ինչ եղավ ցեղասպանության գործողություններով։ 1920-ից ի վեր նույնիսկ Ադրբեջանը սկսել է Բաքվի ռեժիմը, ավելի ճիշտ սկսել է ցեղասպանել մեր բնիկ ժողովուրդները։ Հիմա այդ ամբողջ այդ բոլոր անցագործությունները, որ կատարվեցին մեր ընտանիքներու հանդեպ, հաշվի չեն առնելու, այսինքն որևէ Պասկաստանի իշխանությունը հաշվի չի առնելու, լավ, հասկանալի է, հստակ է, հաշվի չառան, այդքան գոտորեցին Ադրբեջանի Բաքվի ռեժիմի մեր ազգը եւ մեր ժողովուրդները, ոչ մեկը հաշվի չի առնելու, այսինքն երբ կխոսին բոլորը որևէ պետության ամբողջականության մասին, եւ բոլորը կխոսին միջազգային իրավունքներու մասին, մենք առաջիները ամեն ինչ կնենք, որ օրինական լա, օրինական լա Արմենիան Հայաստանը, օրինական լա Արցախը, օրինական լա Նախիջևանը, ապացուցելով, փաստերով, պայմանագիրներու իման վրա, որոշումներու իման վրա, ամեն ինչ ներկայացնելով, մենք իբր թե սեպարատիստ են կամ չեմ գիտեր ինչ են։ Անոնք, որ գուկան մեր տարածքներու վրա եւ կսկսին գոտորել մեր ընտանիքները, սփանել մեր երեխաները, կողնալ, թալանել մեր ժառանգությունը կամ ոչիչացնել։ Անոնք առանց ապացուցելով, որ որևէ դերություն ունին ատարածքներու վրա,
Անոնք են միջազգային իրավունքները եւ մենք որպես զո կներկայացնենք մեր բոլոր փաստաթղթերը եւ կներկայացնենք մեր բնիկությունը, մենք սեպարատիստ ենք, նայեցեք ադեսակ այդ անգյունը, այդ միջազգային իրավունքներու անգյունը նորեն եւ նորեն գսեմ ձեզի միջազգային իրավունքներու մասին չէ այստեղ, ոչ մի միջազգային իրավունքները չի գրված ոչ մի դեղ, որ ձեզի ձեր դարաշքը տալանելու համար կամ կողանալու համար ես իրավունք ունիմ ձեզի ոչիչացնեմ, ցեղասպանեմ, այդպես բան չի գա, դուք ալ հիմա կխոսենք Արցախի եւ Գազայի հարցով Պալեստինում, դուք ալ կտեսնաք, չէ, որ նույն տեսակ քաղաքականություն կատարվեցավ, ասենք թե որոշեցին ոչիչացնել Գազայի պալեստինյաները եւ իրենց եւ դեղանել, եթե գրնան, լրիվ դեղանել 2 միլիոն ամդեղ պալեստիները գային։ Հասկանաք, ասենք թե որտեղ նշված է, որ սա միջազգային իրավունքներու համապատասխան է։ Եվ հետո գրնան այդ ցևով ընդունել օրինակ որևէ պետության ամբողջականությունը։ Հատորամար հարգելիներս պետք է հասկանան, որ միջազգային իրավունքները մեր կողմն են։ Մենք որպես զո, մենք որպես մենք 2 միլիոն զոհ ունեցանք մեր ցեղասպանության հետ կապված։ Մենք մանավանդ որ մեր պետությունը ճանաչված էր միջազգայինորեն, տարբեր դերություններու կողմեն նույնիսկ եւ մենք ամբողջ ճանաչումի գործողությունը ստացվեց օրինական ցևով։ Մենք կրնանք խոսիլ, եթե մեկ հատ ազգը կրնա խոսիլ միջազգային իրավունքներու մասին, Արմենիան Հայաստանի հայությունն է։ Եթե մեկ հատ ազգը կրնա խոսիլ մարդու իրավունքներու մասին, Արմենիան Հայաստանի հայությունն է։ Անոնք որ տարբեր մեդիա կենտրոնները կամ հաղորդաշարները, որ նույնիսկ մեզի կջղթեն հայկական լրատվական միջոցներու մասին է խոսքը, մեզի կջղթեն, անոնք որ կխոսին մարդուն իրավունքներու մասին առանց հաշվի առնելով Արմենիան Հայաստանի հայության իրավունքներով, առանց հաշվի առնելով, որ մենք զոհ ենք ցեղասպանված մեր բրգված ցեղասպանությունից ազգ մնենք։ Անոնք ինչ են ուզում իրականության, ինչպես կպատկերացնեն ապակա աշխարհը, այս երկագունդին մեջ, ինչպես կպատկերացնեն, որ առանց լուծել Արմենիան Հայաստանի հայության ցեղասպանության հարցը կարողանա լինի մարդուն իրավունքները այս աշխարհում, կամ կարողանա լինի միջազգային իրավունքները։ Բես բան չի լինելու։ Ստիպված են բոլոր դերությունները, ներառյալ Բաշկաստանը, ներառյալ Ռուսաստանը, ներառյալ Միացյալ Նահանգները եւ այլն, բոլորը եւ Եվրոպան պետությունները ստիպված են լուծումը բերել Արմենիան Հայաստանին հետ կապված եւ Արմենիան Հայաստանի հայության հետ կապված, որովհետեւ եթե լուծում չեն ներկայացնում, կնշանակի որ չի կա մարդուն իրավունքները եւ չի կա միջազգային իրավունքները։ Բայց իրականության կա, մենակ պետք է ներկայացվի քաղաքական որոշումը, որովհետեւ արդեն լուծումը ներկայացվի։ Այդ քաղաքական որոշումը, որ հիմա չեն ներկայացնում, գբերը այդ տեսակ պատերազմը, որ հիմա կտեսնանք, որ կրնա պատահել, որ դառնա անշուշտ բավական մեծ պատերազմ, ինչի համար, որովհետև կա երկու կարևոր բլոկ, մեկ բլոկը, որտեղ միավորված են արևմուտքի
ուժերը եւ զինված ուժերը։ Մյուս բլոկը, որ միավորված են Հնդկաստան, Ռուսաստան եւ Չինաստանը։ Եվ ինչպես որ կտեսնակ, այս երկու բլոկները հիմա պատերազմին մեջն են եւ այդ պատերազմը մտածեցին, որ պետք է դեպե 3 կամ 4 շաբաթ։ Ինչպես որ մտածեցին Արցախյան 44 օրվա պատերազմը, որ պետք է ամենեն շատը 3 շաբաթով, նույնիսկ 15-3 շաբաթով այդ հարցը լուծվի, ինչպես որ տեսանք մեր Արցախի հայերը, մեր Արցախի զինված ուժերը կարողացան դիմադրություն ներկայացնել 44 օր եւ իրականության կրնային շարունակել այդ դիմադրությունը։ Քաղաքական վիճակը այդպես դուրս եկավ եւ շուր տվավ, որ դուք գիտեք ինչ պատահեցավ, բոլորը գիտեն արդեն մենք մեր մեջ բոլորը մեր հայության մեջ բոլորը գիտեն ինչ է պատահել նոյեմբերի 11-ին, 9-ին, 10-ին, 11-ին։ Բայց նույն խնդիրն ալ բոլորը ունին։ Գսեն, որ այս պատերազմը, որ հիմա Պարսկաստանի դեմ կա, 4 շաբաթ կամ 5 շաբաթ պիտի տևի։ 4 շաբաթ կամ 5 շաբաթ չի տևելու, որովհետև համապատասխան ամեն մեկ պետություններու բնավորությունները կտեսնանք, որ մանավանդ դիմադրություն Պարսկաստանը դիմադրություն կներկայացվի, որ նույնիսկ այդ դիմադրությունը այդքան մտածված չէր, թե աշվի չէին արտում։ Նույնիսկ նալ հիմա եթե Օրմուզի անցնումը, դետվան անցնումը, որ ինչպես որ հայտարարի Պարսկաստանը, որ կտեսնակ, Պարսկաստանը որոշել է, որ այդ Օրմուզի անցնումը մինակ Չինաստանը իրավունք ունի անցնելու։ Կպատկերացնեք, թե ինքը այս պատերազմի ժամանակ ինքը կներկայացնի իր պայմանները եւ ինչ պայմաններով։ Մնացած նավերը իրավունք չունին անցնելու։ Կնշանակի, որ նույն ժամանակ, որ պատերազմը կա ուրիշ տեսակ պատերազմներ, լրատվական պատերազմը կա, որ պիտի անդրադառնանք այդ հարցով, բայց կա ֆինանսական եւ տնտեսական պատերազմը, որովհետեւ նույն ժամանակ կտեսնանք, որ դոլարը բավական դժվար վիճակի մեջն է եւ ովևէ ցևով անշուշտ Միացյալ Նահանգները կփորձե ամեն ինչ քաղաքականություն տանել, որպեսզի դոլարի վիճակը փոխվի, դոլարը բարձրանա, դոլարը ավելի ուժեղ լա ընդհանուր պատերազմի ժամանակ։ Կնշանակի, որ չեմ ուզել անշուշտ մանրամասներուն մեջ մտնել, բայց տարբեր տեսակ պատերազմը ունենք հիմա, բացի այդ պատերազմը զենքով, միսիլով, տարբեր ռումբերով եւ այլն, դրոներով եւ այլն։ Հիմա ինչ են ուզում իրականության։ Ուզեին նույնիսկ Պարսկաստանի իշխանությունը փոխել, չէ՞ նույն ժամանակ միջուկային զենքն կայնեցնել, սարքման կայնեցնել եւ նույն ժամանակ իշխանությունն փոխել։ Ինչ հասկացանք։ Հասկացանք, որ միջուկայի զենքը Պարսկաստանը հայտարարել է, որ միջուկայի զենքը չեն ստեղծելու։ Ինքը հայտարարել է եւ մինչեւ այդ վերջին օրերը, մինչեւ որ անցյալ շաբաթ պատերազմը սկսի, արդեն բոլորը նստած էին սեղանի շուրջ եւ կպայմանավորվեին վերջնականապես։ Մյուս կողմեն նպատակ ունեին Պարսկաստանի իշխանություն փոխել։ Այստեղ այլ չի ստացվելու։ Ինչու՞ չի ստացվելու, որովհետեւ կտեսնանք, որ ընդանուր բարձիկները ոտքի չեն կայնելու իրեն կառավարության դեմ։
իրեն կառավարության դիմաց եւ կտեսնանք նույն ժամանակներ, որ եթե որևէ մասը կամ որևէ մասը ոտքի կգայնե իրեն իշխանության դեմ, իշխանությունը ամեն ինչ կնե իրեն թիրքը պաշտպանելու համար, ամեն ինչ կնե։ Ադի մաստով այս կողմեն հիմա ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնելու։ Մենք որպես Արևմտյան Հայաստանը պետք է իմանանք հարգելիներս, որ մենք չեզոք պետություն ենք։ Չեզոք ինչ կնշանակի։ Մենք հայտարարեցինք շուտվանից 2011-ից ի վեր մեր չեզոքությունը։ Մեր չեզոքությունը կնշանակի, որ չի նշանակի, որ մենք իրավունք չունենք մեր զինված ուժերը գազմագերբել կամ ոտքի տներ։ Դրական չեզոքությունը, զինված եւ դրական չեզոքությունը կնշանակի, որ մենք ուղղակի որևէ գոմ չեն։ Եթե մենք չենք թիրքավորվել որևէ գոմին, որովհետև մենք չունենք ադանավորությունը, չունենք իրականության որևէ գոմ լալու։ Բայց մենք պատրաստ ենք այդ պետությունները, որ դժվարության մեջն են, որևէ պետությունները, որ դժվարություններում մեջն են եւ իրեն ժողովուրդը որևէ թիկունք պետք ունին կամ բարի կորզական ասենք որևէ օգնություն պետք ունին, մենք պատրաստ ենք այդ օգնությունը ցուցաբերելու, օժանդակելու։ Մենք պատրաստ ենք Ադվես չէ, ես ինչու Արցախը առաջարկեցի, որովհետեւ այդ բոլոր զոհերը կամ պատերազմի զոհերը կարողանանք մենք բարի կորզական օգնություն ցուցաբերել, որովհետեւ նորեն կսեմ ձեզի, մեզի համար Արցախը մեր տարածք իրավանական տեսանկյունին եւ մենք խնդիր չունենք ներկայացնելու եւ հայտարարելու եւ բացատրելու եւ ինչու՞ չէ այս տարածքը կդրամատրենք, որովհետեւ ընդունենք այդ փախստականները, այդ զոհերը, որ պատերազմի զոհերն են եւ բարի կորզական օգնություն պետք ունեն։ Բնական է, գարնանք նույն ցևով գարնանք առաջարկել Արևմտյան Հայաստանը։ Մենք այստեղ ենք այդ պատերազմի զոհերին թիկուն կայնելու, օգնելու, որովհետեւ թիմանան եւ օրմը եւ ավելի խաղություն կա վերադառնան իրենց պետության մեջ։ Խնդիրը է, որ հասկացանք պատերազմը սկսել է, բայց չենք հասկանալ պատերազմը երբ կվերջանա կամ ինչպես կվերջանա։ Լուրջ հարց է։ Եթե ամեն ինչ մտածված է, նույնիսկ հայտարարելով, որ մենք 4 շաբաթ պիտի գրվենք, 4 շաբթից հետո արդեն կնստենք նորեն սեղանի շուրջ եւ կպայմանավորվենք մեր ապագայի համար։ Բայց այդպես չի։ Նույնիսկ եթե պայմանավորված է սկիզբեն ի վեր ինչքան ժամանակ պիտի բերե որևէ պատերազմը, հասկանալի է, բայց այդպես չի։ Չենք գիտեր երբ կվերջանա կամ ինչպես կվերջանա։ Գարնա այդ պատերազմը մեկ ամիս դեպի կամ գարնա մեկ տարի կամ ավելի։ Չենք գիտեր վերջնական նպատակը որն է։ Ասենք թե գարնանք վերլուծել, գարնանք առաջարկություններ անել, ինչպես որ օրինակ ինչու համար Բասկաստանը պիտի զարնե Նախիջևանի, հիմա օրինակ կրնանք ասել Բասկաստանը կզարնի Նախիջևանը, որպեսզի զգուշացնե Բաքվի ռեժիմին եւ այլն, որպեսզի
Բաքվի ռեժիմը չի տրամադրել իրեն դարաշքը կամ օտոնավագայաներուն իսրայելական ուժերուն եւ այլն։ Գնանք վերլուծել այդպես։ Մյուս կողմենն գնանք ասել, բայց ինչու պիտի անպայման Բասկաստանը զարնե Նախիջևանի վրա, եթե ինքը կգնար զարնել օրինակ Բաքվի վրա։ Եվ գնանք ասել, բայց Նախիջևանը ինչ կներկայացնե Բասկաստանի համար, որ Նախիջևանի վրա կզարնե իբր թե Բաքվի ռեժիմը։ Մյուս կողմեն գնանք ասել, բայց Բաքվի ռեժիմն ինքը կգնա այդպես պրովոկացիոն սարքե, մենք դեսանք սա, որ այդ դրոները, որ բայտեցին Նախիջևանի այերոպորտի վրա, այդ դրոները մենք չենք գիտեր իրականության որտեղից եկած դրոներն են։ Մենք չունենք այսօր այդ ինֆորմացիոն։ Եթե անոնք են, որ այդ դրոները խրգեցին Նախիջևանի վրա, ինչ կրնանք մենք վերլուծել այստեղ։ Մյուս կողմենն այդ պրոպագանդը եւ այդ պրովոկացիոնը, որ գնե Բաքվի ռեժիմը, նպատակը ինչ է։ Նպատակը ցույց տալն է, որ ինքն ովևէ չափով մաս կկազմի այդ պատերազմի մեջ, եւ ինքը կհաստատի, որ այդ պատերազմի մեջ մաս կկազմի Աբաքայի համար։ Իբր թե կարա օգուտ լա իրեն համար։ Եթե ասենք թե արևմուտքի ուժերը կարողանան արդեն իրենց նպատակը իրականացնել։ Հասկանաք, ամեն ինչ այդպես է։ Եվ ընդհանուր պատերազմն այդպես է։ Ամեն ինչ չեն կրնար վերլուծել շնորհքով ձևով, որովհետև չունենք մանրամասները ճիշտ ձևով վերլուծելու։ Բայց ինչ կասկնանք, որ մեկ կողմեն Բասկաստանը բավական ոչ մենակ կդիմանա, բայց կպատասխանի, եւ մյուս կողմեն կտեսնանք, որ Միացյալ Նահանգները եւ այդ պետությունները, որ Միացյալ Նահանգներու շուրջ է, ներառյալ իսրայելական զինված ուժերը, բավական մեծ հնարավորություններ ունին շարունակելու այդ պատերազմը։ Adorամար մենք ամեն ինչով մանավանդ Արևմտյան Հայաստանի հայություն, մանավանդ ընդհանուր հայություն, պետք է ամեն ինչով մենք պատրաստ լինենք։ Ինչպես պետք է պատրաստ լինենք։ Մենք պատրաստ պետք է լինենք օգնություն ցուցաբերելու հարգելիներս։ Ինչ տեսակ օգնություն ցուցաբերել։ Մենք պետք է պատրաստ լինենք դիգունգակներ այդ բոլոր պատերազմի զոհերուն, որովհետև մեզի պիտի պետք ունենան։ Այո, Արևմտյան Հայաստանը, նույնիսկ ամբողջ Հայաստանը, Հայաստան պետությունը, Հայաստանի պետության ժողովուրդները, անոնք որ ովևէ ցևով գզգան, որ այդ Հայաստան պետության քաղաքացի են կամ մաս կկազմեն, պետք է ցուցաբերեն մեկ հատ օգնությունը դիգուն գայնելու այդ բոլոր ժողովուրդները, որ զոհերն են այդ պատերազմի։ Եվ մենք պետք է գազմագերբենք մեզի, պետք է մենք համապատասխան հնարավորությունները գազմագերբենք, որովհետեւ կարողանանք ցույց տալ ամբողջ աշխարհում, որ հայերը չեն ուզեր այդ տեսակ այդ մակարդակի պատերազմը մասնակցել, բայց պատրաստ են ամեն ինչ անել իրենց ժողովուրդները դիգուն գայնելու։ Ինչու հայերը չեն ուզում։ Ինչու մանավանդ Արևմտյան Հայաստանի կողմեն չեն ուզում ովևէ ցևով այդ պատերազմը մասնակցելու։ Որովհետև մենք ինչ գիտենք, որ այդ պատերազմը շուտվանից մտածված է, այդ պատերազմը կմտնի մի ծրագրի մեջ, մեկ ընդհանուր ծրագրի մեջ, եւ այդ ծրագիրը ոչ մի ընդհանուր ծրագիրը կապված դարաշրջանին,
ոչ մի կապ չունի Արևմտյան Հայաստանի հետ առաջին եւ Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները վերականգնելու։ Այդ իմաստով մենք պիտի շարունակենք այսօրվանեն, պիտի շարունակենք մեր մագի բոլոր ժողովները, որովհետեւ ներգրավենք միջազգային ամանքի մեջ եւ ցույց տանք, որ հայ ազգը այստեղ ինքը պատրաստ է ոչ միջամտել, բայց օգնել այդ բոլոր պատերազմի զոհերը, որ պիտի շատանան եւ գիտենք, որ պիտի շատանան, որովհետեւ այդ զենքերը, որ կօգտագործեն եւ դուք կտեսնաք, որ հաշվի չեն առնում, եթե ռումբերը գխրգեն քաղաքացիներու վրա կամ քաղաքներու վրա կամ մինակ զինված կամ ռազմական կենտրոններու վրա։ Արդեն կտեսնանք, որ նույնիսկ եթե ռումբերը գխրգեն զինվորական կենտրոններու վրա, ռազմական կենտրոններու վրա, կտեսնանք, որ ռումբերու բեկորները կրնան մինչև դպրոցին վրա գնալ կամ հիվանդանոցի վրա գնալ կամ տարբեր դերերու վրա գնալ։ Այդ իմաստով ես կուզեի ցեզի ներկայացնեմ այսօրվա մեր թիրքերը քաղաքական ձևով եւ իրավաբանական ձևով եւ գրավիրեմ մեր ազգը, որ միավորենք, բոլորս միավորենք դիգունգայներու եւ դիմադրելու այդ դժվար ժամանակները, որ կսպասեն այդ պետության տարբեր պետություններու զոհերը եւ կսպասեն անշուշտ մեզի, որովհետեւ պետք է ամեն ինչ կազմակերպենք, որովհետեւ ավելի եւ ավելի եւ ավելի վնաս չունենանք։ Շնորհակալություն կհայտնեմ ցեզի եւ ուզեմ, որ իմանաք, որ ամեն ինչով պատրաստ ենք մենք մեզի կազմակերպելու եւ մեզի ոտքի տենելու։ Հաջողություն մինչեւ կան անգամ, մինչեւ կար շաբաթ։